Տիկին Հովանյան Նիկոլ Փաշինյանի վերջին ճեպազրույցներից մեկում Tribune-ը հարցեր ուղղել նրան Գյանջիրովի սպանության հետ կապված, որի մասին ինքը ազգային ժողովում հայտարարություններ տարածել, ուզում էինք հասկանալ ինչքանով է հետևողական իր հայտարարություններին, ինքը արձագանքեց, որ իրավապահ մարմինների տիրույթումը ինքը կապ չունի, գործ չունի եւ այլն, ձեռքերը լվաց։ Հիմա մենք տեղյակ ենք, որ ինչ որ զարգացումներ են եղել այդ ճեպազրույցից հետո, տասնամյակներ տևած դատական գործի ընթացքում, խնդրեմ մանրամասնեք, թե ինչ է կատարվել։ Շնորհակալություն նախ հարցադրման համար, շատ ուղենշային եւ շատ առանձնահատուկ միջավայրում էր հարց հնչեցրեց։ Նիկոլ Փաշինյանը իր տեսակին հավատարիմ մնալով շրջանցեց եւ որևէ կոնկրետ պատասխան չտվեց, այսինքն ամեն ինչից կարող է խոսել, բացի ցանկացած տված բուն հարցի էության պատասխանից։ Շուրջ 13 տարի իմ դեգերումներից պայքարից հետո Երեկավետիսյան Ասլանի ՔՊԱ-կան Նիկոլի խմբակից հանցագործների տենց երկիր սարքած, այս հանցագործ մարդասպանները խոստովանեցին, որ իրենք իրենց մեղքը ընդունում են, իհարկե ոչ ցանկալի արդյունքեր ինձ համար, որովհետև ես սպանության համար էի պայքարում, իսկ նրանք ընդունեցին մեղքը։ Ներողություն, ոչ թե այսինքն դուք պայքարում եք, որ գործը ճիշտ որակում ստանա, որ դա սպանություն է եղել, բայց իրականում ոնց է որակվել։ Որակվել է ինքնասպանության հասցնելու մասով, ինչը դատախազությունը եւ քննչականն էր այս մասով շատ ոգևորված, իհարկե Նիկոլի ուղիղ ցուցումով։ Մի քանի օր առաջ, կոնկրետ ձեր հարցադրումից հետո, լայն շրջանառություն գտավ ղեկավարության մեջ, որ հնարավոր է մոտակա օրերը Ասլան Ավետիսյան եւ տղաները ձերբակալվեն, կալանավորվեն հենց այս գործի շրջանակներում, որովհետև Նիկոլ Փաշինյանը նեղ շրջանակներում հիշել է, որ այդ գործը ինքն է բարձրաձայնել, աղմկահարույց գործ է, Հայաստանով մեկ եւ երկրից դուրս են խոսում այս գործի մասին, գործը փակելու համար լավագույն տարբերակն է հանցագործությունը ուղենշային իր դիտարկումներով, սպանության հետքերով բացահայտվի եւ գործը ավարտվի, որպեսզի իր անունը մասնակի գոնե մի փոքր ժողովրդի աչքին փոփոխվի, հատկապես Արարատի մարզում եւ հատկապես Արարատ քաղաքում։ Ներողություն, ես այստեղ ձեզ ընդհատեմ եւ մեծ դիտողներին հիշեցնեմ, որ Գյանջիրովին իր գործատուները բան էին արել, հետապնդել էին եւ մարդուն հետապնդել, նվաստացրել եւ մարդուն գտել էին ծառից կախված վիճակում, դրա մասին ենթարկված, արունոտված, ես կասեի առնաշաղախ վիճակում, ծնկները ծալված, գետնի վրա եւ նաեւ տպավորություն իմիտացիա ստեղծելով, որ ինքնասպանություն է եղել։ Այդ գործի հետ կապած նախկինում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարություն արեց, ասաց հիմա այս մարդու հարազատները, որ մտնեն ահաբեկչություն անեն, որ իրենց հորը հետապնդել են, ծեծել են, սպանել են, որ մտնեն հիմա ահաբեկչություն անեն, ճիշտ չեն անի, ոնց որ մոտավորապես այսպիսին էր հարցադրումը, եւ տարիների վեր, երբ որ նա արդեն գալիս է իշխանության, պարզում ենք, որ այդ նույն գործատուներին ինքը պաշտոններ է բաժանում, այդ թվում Արարատ համայնքի համայնքապետ է նշանակում։ Այդ մասին մեր հարցադրումից հետո, ահա ինչ քայլեր է ձեռնարկել։ Հարցադրմանի պատասխանն նա տվեց հետեւյալ պատասխանը, որ Արարատ քաղաքի բնակիչներն են, համայնքի բնակիչներն են ընտրել։ Սկսենք այնտեղից, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը ԺՊ էր նշանակել մարդասպան հանցագործ Ասլանին, իր մտերիմ հանցագործներին, եւ դրա ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանի անուն օգտագործելով, քանի որ Պլենդուզից շատ ցածր էր Ասլանին, իսկ իր եղբոր տղան չէր ընտրել, եղբոր աղջիկը չէր ընտրել եւ Աստված գիտի ինչեր էին տարածում, որ ինչ են ասում իր հարազատները, ուր թե մնաց Արարատի համայնքի բնակչություն ընտրել։ Այս ֆոնի վրա իհարկե Ասլանը չհավաքեց ցանկալի ձայները, կոալիցիա կազմեց մի մարդու հետ, որ պակաս քրեական անցյալ չունի եւ ով այս պահին էլ տնային կալանքի մեջ է գտնվում, խաբելով հանրությանը, մասնավորապես այս տեսքով, ես ոչ նախկիներին է միանալու, ոչ ներկաներին, գողացավ համայնքից որոշակի մոտ երևի 1000 ձայնի չափով, եթե ճիշտ եմ հիշում, եւ կոալիցիա կազմեց Ասլան Ավետիսյանի հետ,
թեպետ ինքն էր ղեկավարում Ասլան Ավետիսյանին, ինչպես տարածվում էր կներեք ուղիղ արտահայտության համար, ասում էին Ասլանը չի կարող Բարի Արսենի մոտ ջութ անել, ինքն է թելադրում ինչ պիտի անել, Բարի Արսենի գլխին սարքեցին եւ Մասին է խոսքը։ տեղակալի, առաջին տեղակալի համայնքապետարանում համայնքապետի առաջի տեղակալի մասին է խոսքը, նաև ճարտարապետի։ Շատ լավ։ Հիմա այնպես է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանին այդ հարցը, երբ որ Tribune-ը հնչեցնում է, դրանից հետո դատարանում Ասլան Ավետիսյանը ընդունում է, հա, Ասլան Ավետիսյանի երկու որդիները միասին։ Ընդունում են իրենց մեղավորությունը, բայց ինչ ճանապարհ անցանք, հետևյալը եղավ օգոստոսի 9-ին արդեն նշանակված դատական նիստը, որին տեղյակ են մինչ այդ տղաները եւ փաստաբանը, նորից իրանց փնթի ձեռագրով, իրենց, չգիտեմ, խուժան վարքագծով խուսափեցին դատարան ներկայանալ, առանց բացատրություն տալու, առանց դատարանին ինչ-որ պատճառաբանություն ներկայացնելու։ Ես միջնորդեցի, որ պարտադիր պետք է խափանման միջոցը որպես կալանավորում ընդունվի։ Այսինքն կալանավորում կիրառվում է այն համատեքստում, որ հանցագործը չբացակայի, չխոչընդոտի նախաքննությանը եւ այլն։ Այս ամեն ինչ էլ բոլորը արկա էր, նաև փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էր ամենաթողության մատնել, ինքն էլ պատճառաբանություն չէր ներկայացրել, ասել էր ինձ մոտ ես սխալ էի գրել, դատալեքսում էլ վրիպակ կար, բայց երեքն էլ դատական նիստում եղել են, համաձայնեցվել էր, դատական նիստերը գրառումներ արել էր, չէր կարա մեկը մոռանա, երկուսը երեքը, այսինքն հստակ երևում էր, որ արդեն պայմանավորված է։ Հիմա դուք ասեք ինչից եք դժգոհ։ Հիմա գնացել են դատարան, ես շատ կարևոր բան պետք է ասեմ այս դատական նիստի հետ կապված։ Երեկվա դատական նիստին մենք միջնորդել ենք, որ բերման ենթարկեն, հանկարծ չխախտեն նորից դատարանի պարտադիր պահանջը։ Դատարանը բավարարել էր, բայց քարտուղարուհին շատ կարևոր է, որ բարձրագույն դատական խորհուրդը այս մասին հետաքննություն անցկացնի։ Քարտուղարուհին մեր ներկայությամբ զանգ է տալիս, հավանաբար իրենց, որովհետև ես հստակ իր հեռախոսը չեմ տեսել, բայց ականջակալներով էր ձայնը լսվում էր, ասում է տղաներ ինչ եղավ, ասում եմ մենք արդեն հասնում են իրենք իրենց կամքով, իրենց փաստաբանի հետ, ոչ ուղեկցողներ կար, ոչ այդ արդեն մատնանշված դատարանի կողմից որոշում կար, բերման ենթարկելու որոշում կար, ոչ հանձնեցին դատարանին փաստաթուղթը, ոչ ներկայացած, բերման ենթարկելու որոշում է եղել, բայց իրենց կամքով մոտեցել են դատարան։ Հա, չի կիրառվելի, պարտավոր էին, այսինքն դատարանի պահանջը ոստիկանությունը կատարեր, ուղեկցեր եւ այլն։ Այս բացը արկա էր։ Մենք որ միջնորդեցինք դատարանին կալանքի միջնորդությունը սկսեց քննարկել դատարանը, ընդ որում փաստաբանեն իմ խնդրանքով նախազգուշացում տրվեց։ Երկրորդ անգամ լինելու դեպքում ես խնդրեցի, որ անպայման հեռացվի դատական նիստերին, այլևս չմասնակցի։ Ինչ եղավ։ Քննարկումը կալանավորման տանելու հարցի մասով Լիպարիտ Սիմոնյանը խնդրեց ժամանակ, անակնկալի եկան։ Խնդրեց ժամանակ 30 րոպե, մինչև դատարանը կմոտենար եւ նիստը կբացվեր, Լիպարիտ Սիմոնյանը հրամցնում էր տղաներին, որ այս կետերը կասեք, նորից սա կկրկնեք, որ մեղքը չեք ընդունում, մատը դնում եք իրենց ուղեղին մի քիչ հարմար է, էլի, դա հանցագործություն չոր արագ ոնց որ կենտրոնանան անեն, այս գրագետ մոտիվացիաներ են, որ իրանց ուղեղից հեռու բաներ են, ցույց էր տալի, որ մասի ինչ կասեր, նույնը դու կասես, նույնը նա կասի, անակնկալի եկա եւ խնդրեցին դատարանից 30 րոպե, դատավորը Բորիս Բախշյանն էր, ասեց մի քիչ շատ եք ուզում, բայց կտամ, չեմ հիշում կոնկրետ 10-20 րոպե տվեց, բայց դուրս եկան, սկսեցին անմիջապես եղան պատի գույնին, ու սկսեցին նամակագրություն, ըստ էության ԿՊ-ի վերնախավին իրենց պապային, մարզպետին, որովհետև մյուս հանցագործ մարդասպան Հովհաննեսը մարզպետի խորհրդականն է, թե ինչ խորհուրդ պիտի տա այդ մի խոսքով պարզ է, ասենք մեկ անգամ որ քաղաքացին տեսնի նրան վերից վար կհասկանա նրա ուղեղի մակարդակը եւ այլն, խորհրդականին զանգեցին երևի մարզպետին, ենթադրում եմ, ցայտնոտի մեջ էին, երկար քննարկումից հետո, որ ներս եկան, բանավոր դատախազին ասեց ամեկին 2 միլիոն դրամի գրավ։ Դատարանի մուտքից հետո
հայտարարեց, որ իրենք ընդունում են մեղքը, ինչա կալանքի հանկարծ չտանեն, ընդունում են մեղքը, որ իրենք են կատարել, բայց ինքնասպանության հասցնելու մասով։ Իհարկե ես առարկեցի, որ այստեղ ինքնասպանության փաստ չկար, ինքնասպանություն լիներ հիմա 100 թվից այդ գործը իր հանգուցալուծումը ստացել էր։ Պատական չի, որ մենք 5 շրջափուլ տարիների 13 տարի շուրջ ես դեգերել եմ սրա հետևից, բայց եկել հասել ենք էլի փակ օղակի, իմ բացատրությունները, հիմքերը, կոնկրետ ապացույցները սպանության վերաբերյալ ինչին տեղյակ են եւ դատախազը, եւ քննիչը, եւ քննիչների եւ դատախազների անօրինականության, գործը ծածկադմփոց անելու, գործը հենց այնպես չեն փակում քրեական գործերը կամ հատկապես սպանությունները, կա շարքի, փողի, նյութական ինչ-որ վնասի ներողություն, օգուտի դիմաց են անում։ Այս մասով դիմել են նաև դատախազություն, որ մի կերպ ուղարկել են հակակոռուպցիոն կոմիտե, թեպետ առանձնապես հույսեր չունեմ, մեկ անգամ եմ հրավիրվել, շատ կարճ լսել են եւ այդքանը դեռ։ Ես բացատրեցի, որ դիտավորյալ քրեական գործը մասնատել են, ծեծի դրվագով 118 հոդվածով, մահացածի ստորագրությունները կեղծելու, որ մահանալուց հետո իմ հայրը գնացել է, փնտրել, գտել է աշխատասենյակից իրեն վերաբերելի փաստաթղթեր, դիմումներ ա գրել, հետո հրամցել ա տնօրենին այս դեմքով արդեն Նարեկ Ավետիսյանին, ինքը ստորագրել ա, կողքը դարձերեսին, իր սեփական անձնական կնիքն է դրել եւ այս գործը դեռ ՀԿԳ քննչական վարչությունում է։ Տեսեք, քանի որ ես հասկանում եմ, որ 13 տարվա գործը եւ շատ բան կա մանրամասների մեջ խորանալու ասելու, բայց որպեսզի մեզ դիտողները չխճճվեն այս ամբողջ պատմության մեջ, եկեք ամենակարևոր դետալներ ասեք։ Իրենք ընդունեցին իրենց մեղքը, որ ինքնասպանության են հասցրել, բայց դուք այդ միայն այդ մեղքը ընդունելուց գոհ չեք, ինչու։ Իհարկե ողոքարկելու ենք եւ այդ մասին գիտեն, դատավորը հարց տվեց դատախազներին, ինչ դիրքորոշում ունեք տուժողի խոսքի հետ կապված, սպանություն է, հաստատում եք, հերքում եք, ինչ եք ասում, դատախազը այլայլվեց, խառնվեց իրար, ասեց ես էլ եմ ժամանակ ուզում, երկրորդ անգամ նիստը ընդհատվեց, դատախազը դուրս գնաց, փոխարեն իր կոլեգա դատախազի հետ, դատախազները Հարություն Սարգսյանն էր, Արարատի մարզի դատախազ, երևի թե չգիտեմ իմ կամ ումազի չափ ես դիմում ու բացառք եմ ներկայացրել, որ ավելի շուտ Ավետիսյանների պաշտպան կարող է ինքը հանդես գալ, քան մեղադրող դատախազ, ասենք սրբազանների մի պոլիփետի համար, որպես սառըզեն կարող է դատեն, սրանք սրբադասում են հանցագործ մարդասպաններին եւ գլխավոր դատախազությունից արդեն ներգրաված գործում Հրանտ Ներսիսյանը, առաջարկը Հրանտ Ներսիսյանին էր, որ ես խորհրդակցեմ գամ, խորհրդակցելը հետեւյալ տեսք ուներ, ինքը վերցրեց հեռախոսը, զանգ տվեց իր ղեկավարությանը, հասկանան, ի վերջո Նիկոլը ինչ որոշեց, սրանք զանգեցին քիչ առաջ, ինչ պատասխան տվեցին, մենք սպանությունը գնում ենք բացահայտելու, խոսում ենք իրականության մասին, թե պիտի վերջո ծածկադմփոց անենք եւ վերջ։ Ես անմիջապես մոտեցա հետևից, խնդրեցի, ասեցի, հարգելի դատախազ, դուք գոնե Աննա Վարդապետյանը, նախկին դատախազները, քննիչները, բոլորը տեղյակ եք սպանության մանրամասներից, ես ձեզ ապացույցները ներկայացրել եմ, որևէ խնդիր չկա, դուք տեսնում եք, որ այստեղ ինքնասպանության հասցնելու դետալ անգամ չկա, խնդրում եմ աչալուրջ լինել, գոնե մեկ անգամ օրենքի հետքերով գնալ, ասեց մենք կխոսենք այդ մասին կասեմ, քննարկենք, դե քննարկեցին, հետ եկանք նստեցինք, ժեստերից հասկացա, որ նրանց օգտին է լինելու, կոնկրետ դատախազի եւ լիպարիտի ժեստերից հասկացա կոնկրետ ես, հայտարարեցին, որ ենթադրություններ չանենք, եկեք։ Չէ, հայացների փոխանակումից, ինչի մասին ես բարձրաձայնեցի այնտեղ, ասեցի ոնց հասկացա, այն կողմը պիտի նստեք։ Ինչևից է, դատավորի հաջորդ մուտքից հետո դատախազը ասեց մենք ինչ հիմքով մտել ենք, երևի այս հիմքով, այսինքն հրահանգ եղավ, որ սպանությունը չբացահայտվի, չերկարացնեն, որ կալանքի հանկարծ չտանեն տղաներին։ Հիմա իրենց կալանք չէր հասնում ինքնասպանության հասցնելու վաղեմության ժամկետ էր կիրառվում այս հիմքով,
նախկին քրեական օրենսգրքով դատավարության 3-ից 5 տարի ժամանակ է։ Նոր քրեական օրենսգրքով հատկապես խմբակային եւ նման գործերով 5-ից 10 տարի էր, բայց դատարանը անտեսեց, որ ծեծի դրվագ կա, ստորագրություն կեղծելու, տան վրա հարձակում ռազմոյ կոչվածը շատ ու շատ դետալներ անտեսեց, այսինքն սրանք եւս գումարվում են, հա, բայց որոշեց դատարանը, որ 5-ից 10 տարի է հասնում, բայց չի նստում վաղեմության ժամկետի։ Նախկին քրեական օրենսգրքով 5 տարի էր առավելագույն պատժաչափը, նոր քրեական օրենսգրքով 10 տարի։ Նախկինով պետք է առաջնորդի, որովհետև քրեական գործը հարուցման պահից է սկսվում, բայց մնացած դրանց տվյալ ժամանակաշրջանում նույն քրեական գործի շրջանակներում բոլոր կատարած հանցագործությունները հետապնդելը, ծեծը, տան վրա հարձակվելը, մեզահաբեկելը, ստորագրություններ կեղծելը ոչ մի բանին չանդրադարձավ։ Ոնց որ ասես լղոզված սվաղեցին, հասկանում որ փոխանակ 5 տարի արդեն հայտնվեր կալանավայրում, այդ մարդիկ հիմա շարունակելու են ոնց որ ոչինչ չի եղել, համայնք ղեկավարել եւ Դե հա, ամբողջ խնդիրը դա է, որ Նիկոլ Փաշինյանը պետքա իր ՔՊԻ-ում ձևավորված այս հանցախումբը, այս հանցագործներին, որ հավաքի պետական պաշտոններ ա տվել, պետական պաշտոնների ներսում հայեցողական պաշտոններ ա նվիրատվել, այսինքն այս մարդիկ մեր փողերից աշխատավարձ են ստանում, մի բան էլ ոչ մի բանի համար պարգևատրումներ են ստանում, սրանց անհապաղ պետք է ազատի աշխատանքից, քանի որ կոնկրետ մարդիկ իրենց մեղքը իրանք ինքնասպանության չեն հասցրել, իրենք կոնկրետ առանձին դաժանությամբ այս մարդուն սպանել են։ Մի բան էլ հարցնեմ, դուք հստակ տեսնում եք ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի մեր հարցին պատասխանի եւ դատական այսպիսի ելքի մեջ, այսինքն դուք տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը ազդել է դրա վրա, թե չի ազդել, կապը տեսնում եք իրավապահ համակարգի վրա Նիկոլ տեսնում եմ հետեւյալով, ինչպես Նիկոլ Փաշինյանը ձեր տված հարցադրմանը լղոզված եւ խուսափողական պատասխան տվեց, նույն ոգևորությամբ կատարվեց դատական նիստում որոշում։ Այսինքն ոնց հասկացա, գալչկան կարևորը դրել են, որ եթե այդ գործի հետ կապված հարց լինի, ասեն դատարանը, հա, խնդրեմ գնացեք էտա որոշում։ Նիկոլ Փաշինյանը ձեր հարցադրմանի պատասխան ասեց, դե քննիչներ կան, դատախազներ կան, Նիկոլ Փաշինյանը հո քննիչ չի, մոռանալով, որ շատ ոչ վաղ անցյալում ինքը հայտարարեց, որ արդեն բիժերը կայացրել էր ոնց որ ոչ միայն, չէ, վերջերս վարչապետ եղած ժամանակ ասեց, խի Հայաստանում դատավոր կա, քննիչ կամ դատախազ, որ կարա վարչապետի ասածը չանի, այսինքն դու ուղիղ ասում ես, որ ընտրովի արդարադատությունը, դու կուզես մարդ կսպանես, եթե դու ասում ես Նիկոլը սուրբ է, մի Աստված, մի սուրբ մարդ ասած ասողին, ուրեմն խնդիր չկա, դու ազատ ես, դու պաշտոն ունես, քո դեմ կանանչ ճանապարհ է, եթե դու ընդդիմանում ես, ճիշտ բան կխոսես, կընդդիմանաս, ուրեմն վերջ, դու պոլիփետով սառը զենքով մարդ ես վտանգավոր։ Ինչ ունեք ասելու Նիկոլ Փաշինյանին? Նիկոլ Փաշինյանին ես կուզեմ նորից շատ կցանկանամ դիմել հետևյալով, մեկ անգամ արա բացառություն, քո իսկ խոստումը կատարի, դու մարդասպաներին պարտավոր ես ուղակի ազատել ես պաշտոններից, պարտավոր ես քո սուրբ պարտնա հենց վաղը ազատել, տալ ցուցում հրահան քո դատախազին, միջնորդությամբ նոր Երևան եկած հանգամանքների շնորհիվ այն է, որ իմ բերած այս ապացույցները, որ ծածկադմփոց են արել, չեն ընդունել, սրանցից ցանկացած մեկը հրամցնել դատարանին կամ մեր բողոքին ի պատասխան վերաքնիչ ապագայում, որ անպայման բողոքարկելու են միջև եվրոպական դատարան, այս հարցում օգնել դատախազի մեկ ստորագրությունը մեկ որոշմամբ կարող են չհերկել եւ գործն ուղարկել Առաքելյանի դատարան նոր քննության, արդեն սպանության հատկանիշներով։ Այսինքն շատ ակնհայտ է, նույնը դիմում եմ Աննա Վարդապետյանին։ Տիկին Վարդապետյան Աննա, մինչև այսօր կատարել եք հրահանգներ, որպես ընտանիքի դուստր, որպես ընտանիքի մայր, աղջիկ, չգիտեմ, ամեն ինչ, որպես վաղվա մեծ, վերցրեք ձեզ իմ տեղը դրեք, ուղակի,
որպես հայկին մեկ անգամ ուղակի օրենքով շարժվեք։ Խնդրանքս մեկն է, իմ հոր անմեղ արյունը պիտի չկորչի։ Ես շատ կցանկանայի դու դրանց ներողություն արտահայտության համար լկտի դեմքը տեսնեիք դատական նիստում դատավորի որոշում կայացնելուց, որ ինչքան ինքնավստահ մեկը իրանք չկալանավորվեցին։ Այսինքն Մաթոնի թեկուզ ինքնասպանության էին հասցրել, Ուզում դեռ էին լկտի հունից, դեմ, այո, ուզում էին հունից հանեն։ Մայրս իհարկե անիծեց իրանց, որ իմ հորից ավելի վատ ճակատագիր ունեն, ինչին միացա ես ու միջ ամեն օր եմ ասում, ես այդ ամեն օր։ Եղբայրս հունից դուրս եկավ իրանց այդ լկտի պահվածքից, քմծիծաղից քամարական տեսքով հայհոյանքներ տվեց, սպառնաց Նարեկը, որ դուք էլ ձեր հալը կտեսնեք։ Այս հիմքով նորից դիմում եմ դատախազությանը։ Ձեր ՔՊԱ-կան հանցագործ լկտիներին հավաքեք։ Առնահեղությունը պետք չի շարունակվել։ Դատապարտեք այս մարդկանց, անազատության մեջ պահեք նման լկտի ՔՊԱ-կան նիկոլական հանցագործներին։ Ամբողջ Հայաստանը լցվել է նիկոլական հանցագործներով։ Այսինքն խուժանապետություն։ Եթե մարդիկ ընդունում են մեղքը, որ իրանք են այդ հանցանքը կատարել, անգամ եթե թեպետ կապ չունի սպանության գործի մոտիվների հետ, եթե իրանք են դրդել, այս մարդիկ ամեն ինչին ընդունակ են։ Այս մարդկանց պետք է մեկուսացնել հասարակություն, իրանք վտանգածին են, իրանք հանցագործ ընտանիք են, կապ չունեն իշխանության հետ։ Գոնե իր անունը մի ստվար տեղ մաքրելու համար Նիկոլես ամբողջ 7 տարիներին են, որ բելա մեր գլխին, ուղղակի պատահական գա Արարատ քաղաքում, ոչ թե իր շքախմբով նախապես զգուշացրած, որ Ասլանը հավաքի իր նման լացիրակների մի կույտ, սենց իր նման էլի կիսատ պռատ ոչնչություններին ու բերի, բայ Նիկոլ մեծ սուրբ մարդ, մեծ փրկիչ, մեծ չգիտեմ ինչ, հետևից ասեն մեզի տարել էին, էս էին արել, այն էին արել, սենց մարդկանց չէ, ուղղակի պատահական գա քաղաքացիներից հարցնի, ով է ինքը երկրի համար եւ ինչի համար իրան չեն սիրում, ով է Ասլանը ընդհանրապես։ Մի անգամ կա մի հատ sense բանագնաց ուղարկի պատահական, որ քայլեն փողոցով եւ այլն, ոչ թե ես Գանի Հովանյան ստատուս եմ գրում, որ Արարատ քաղաքը վխտում է աղբի մեջ, մինչեւ լույս հավաքարները բողոքեն, որ ինչի է գրել, մեզի գիշերվա ժամը 1-ից տարել են, հետո 4-ին բել են կեժամ հանգստացել են, նորից են բերել, որովհետև ստուգման են գալիս։ Էս անա Ասլանի իրական դեմքը, մի մարդ, որ իր ընտանիքը լկտի չի կարողանում հավաքի։ Այս մարդը համայնք կարող է ղեկավարել։ Պարզ է, շնորհակալ եմ այսօր Ձեզ եմ շնորհակալ։